Բարի ողջույն, կրկին հանդիպեցինք մեր հեռախոսային զանգերին ու շատ սիրում եմ այս տաղավարը, որ ինձ շատ հաճելի է զանգերին պատասխանել, որքանով կարամ հիմնական մայրեր են, ծնողներ են, հիմնական իրենց հարցերին պատասխանեն, որ բոլորն էլ անհանգստանում են իրենց զավակների համար ու ոնց որ ասած կորիզը հարցերի ամուսնություններն է եւ ընտանիքի, որ համերաշխապրեն։ Հաղորդումից զանգերին պատասխանելուց առաջ, որ թռուցիկներ են բերում, այդ թռուցիկները կարդամ, ուժեղ կանանց վիշտը եւ դժվարությունները ոչ ոք չի նկատում, որտեղ ցույց չի տալի, ու թող մարդիկ չմտածեն լաց եղող կանայք իրանք թույլ են, ընդհակառակ ուժեղ կանայք են լաց լինում։ Մտածեք ձեր մեջ ինչի է այդպես։ Ուժեղ կանայք բողոքական չեն։ Հիմա բողոքականները շատացել են։ Եվ տղամարդիկ, եւ կան տղամարդկանց ես ղզիկ եմ համարում, կարող եմ հիմնավոր դա ասել, այն բողոքական կանայք էլ անբավարարված են համարում։ Չնայած տղամարդկանց մեջ էլ շատերը կան, որոնք անբավարարված են, դրանք թույլ են, որոնք միշտ բողոքական են լինում, այսինքն բամբասում են, ամեն ինչից դժգոհ են։ Անձրև կգա կբողոքեն, արև կլինի կբողոքեն։ Ու դժգոհ են։ Որքան էլ ծանր լինի, նա միշտ առաջ է գնում։ Գլուխը բարձր, պատրաստ է ուրախությունների հետ, պատրաստ է նաև լացի, տխրության, բայց միշտ վեհ, գլուխը բարձր, ուժեղ կանայք այդպեսին են, բայց իրենց ներքինը հոգում ինչ է կատարվում, միայն իրենք դա գիտեն։ Եվ այդտեղ փակ է, որ ոչ ոք իրավունք չունի մտնի։ Պարզապես ուժեղ կինը մայր է, այդքան բան։ Եվ այն մարդիկ, ովքեր երկունքի ցավ են տեսել, ծունկը գետնին դրել են, դա հնից է գալիս, ծնկից է երեխեն գալիս։ Ու ամեն մարդ, բոլորն էլ մայր լինում են, բայց ծնող չեն լինում։ Մի անգամ էլի նման բան ասել է մի կին գրեց, ես ձեր հետ համաձայն չեմ, որ չեն ասում ձեր հետ համաձայն չեմ։ Մայր ծնող բոլորն էլ կարան լինեն, բայց մայր չեն կարող, ոչ, մայր կարող են, ծնող չեն կարող, որտեղ ծնողը դա դաստիարակություն է, աղջիկ ջան, ջահել ես դրամարել է տենց առանց հասկանալու մտածելու ասել ես, որ երկունքի ցավ է տեսել ու տարել է, երկունքի ցավ է տեսել ու տարել ու մոռանում է այդ ցավը, որտեղ բոլոր մայրերը, ովքեր երկունքի ցավ են տեսել, այդ ցավը մոռացվում է, բայց այդ պահին տեսեք ինչքան ցավ է տանում, ճչում է, գոռում է, ճչոցով էլ երեխեն գալիս է այս աշխարհ, ճչոցով գալիս է այս աշխարհ, ամբողջ կյանքը այդ ճիչն է, այդ մամայի մոր ճչոցն է, որ ամբողջ կյանքը ինքը տանջվում է իր երեխայի համար, ամեն տարիքին այն պորտալարը կտրվեց, արդեն երեխան պոկվեց իրանից, ամեն տարի մեծանալով, ինչքան էլ ինքը քանի քաշ ծնվել, այս բանը շատ եմ ուզում ասեմ ու կրկնողություն է լինի, որտեղ շատերը կան չեն լսում են էլ չեն հասկանում, եթե լա գրում ականջ ունեն թող լսեն, ով ականջ չունի չէր կարող լսի, ականջ ունեն մենք, բայց չեն լսում։ Եթե երեխան ծնվել է 3 կիլո, վաղը ինքը մեծանում է 10 տարեկան, դառնում է 10 կիլո, ամեն տարիքին այդ քաշը մեծանում է, ու այդ մեծ հասակի երեխաները, թեկուզ 50 տարեկան, այդ 50-ից 3 կիլոն է մամային է, բայց մաման ուզում է, որ այդ ամբողջ 50 կիլոն էլ իրան լինի, դա հնարավոր չէ, ու ֆիզիկական կապնվածություն այդ են պորտալարն է, շատ ծանր է տանում յուրաքանչյուր մայր, երբ այդ ֆիզիկական կապնվածությունը կորում է, դա վիշտն է։ Զավակի ու մոր վիշտն է, որ ահավոր ծանր է, ու հիմա տեսեք ինչքան շատանում է մահերը, երիտասարդ տղաների հիմնականը 42-ից 49 տարեկան, այնպես որ լավ նայեք ձեր որդիներին, լավ նայեք ձեր ամուսիններին, ու երեխեքն էլ իրենց պապաներին չզայրացնեն, որ զայրացած նյարդային վիճակով ղեկին չնստեն, դե պատիժների շրջանն է սկսվել ահավոր հանցագործության, կրիմինալ, վրեժխնդրության, հիվանդության,
մաքրման սիստեմի մեջ ենք խավարումից հետո դեռ կշարունակվի 6-ից 9 ամիս։ Հիմա տեսնենք այսօր ինչ զանգեր կլինեն մեզ։ Ալո։ Ալո, Ալո, բարև ձեզ, Տիկին Լուշա։ բարև ձեզ, մի քիչ մոտ կպահես, անունդ կասես։ Նունե է անունս, Նունե, ինչպես եք։ Լավ, շնորհակալ եմ, ասա Նունե ջան, հուզող հարց եւ տվյալներ։ Ուրեմն հարցը տղայիս է վերաբերվում։ Ինքը շատ է խոսում։ Շատ խոսում, ընդհանրապես չէ, որ ասեմ մտենց հակառակ, ինքը Դե հարցեր պետք է շատ է, որտեղ ամեն ինչ իրան հետաքրքիր է կյանքում եւ պետք է անպայման իր հարցերի պատասխանը ստանա, որ չլարվի, չնեղվի։ Թե չենք ուրիշ տեղից են ինֆորմացիաները կվերցնի, որ իրան պետք չի, որտեղ դրանք ճիշտ չեն լինի։ Դե ծնողը պետք է պատասխանի իր յուրաքանչյուր հարցին, ու դե պետք է համբերատար պատասխանես, ինչպիսի հարց ուզում ա լինի։ 2 տարի է, ինքը խոհարար է որպես աշխատում։ Ինչ լավ է։ Եվ քոլեջում էլ սովորում էր, այս տարի ավարտել քոլեջը։ Հիմա ինքը ոնց որ սենց շուտ ոգևորվում է, շուտ հիասթափվում է իր բնավորությունները։ Տարիքից է, հետո կշերքա։ Լավ, հիմա կոնկրետ հարց, արդեն ես ծանոթացա իր գարասկոպին, տեսա ինչպիսի տղա է, ներքին տագնապներով է, անդադ վախեր կա իր մեջ չկարողանալու, որտեղ դու միշտ պետք է փոքրուց իրեն գովեիր, որ դու ճիշտ ես, դու կարող ես, չհամեմատես ոչ մեկի հետ, իրանք չեն սիրում այդ բանը, որ ասես, տեսեն ինչ լավն է, կարողացավ դու չես կարող, ոչ, դու էլ կարող ես, դու էլ ես ճիշտ, անընդհատ, եթե մի բանից ինքը նեղում է, որտեղ մի քիչ հակասություններ ունի ինքը, գցել բռնել է, թող հայլու առջև կանգնի, ինքն իր հետ խոսի։ Իրբր իմանա ուրիշին է բաներ բացատրում, համարձակությունն է պետք։ Հետո Մերկուրին կարիճում է, սա ինչ է նշանակում, ինքը լուր լսող տղա է բոլորին, բայց չկատարող։ Ինքը կանեն, ինչ ինքն է ճիշտ գտնում, այստեղ մի բան կա, իր Մարսը թույլ է շատ են առնում, որ վախերն ու տագնապներն է իրան ընդհանրապես անհանգստացնելու կյանքում։ Հիմա էլ իր կարմիչեսկի տարիքն է, մինչև 21 տարեկանը կգնա դա, որ դու իր մեջ պետք է մտցնես համարձակություն, որ դու ուժեղ ես, դու կարող ես երկչոտությունը չունենա, ինքն իրեն անդադ խնդիրներ ստեղծողը, որից իր մոր կառաջանա առողջականի խնդիրներ, որը շատ թույլ, այդ բոլորս էլ որ ծնվում ենք, բոլորս էլ ունենք մեր օրգանիզմում ինչ որ տեղեր, օրգաններ, որոնք թույլ են համարվում, հետո կյանքում լինում է դրդապատճառներ, դրանք արթնանում են։ Իր մոտ գոտկատեղից ներքևն է եւ շնչուղիները։ Էդ էլ ոչ համարձակ լինելուց է շնչուղիներին, որ չեմ կարող։ Ու վախենում է արտահայտվի, որ իրեն ճիշտ չեն հասկանա, դու քեզանից շատ բան է կախված։ Դու ինչ նշանի տակ ես ծնված, Նունե, թե Նելի, մոռացա անունը։ Նունե։ Առյուծ ես, դու կարող ես, բայց իր մեջ չմտցնես ամբարտավանություն, չմտցնես, որովհետև առույցները իրանք դուք ֆանատ մայր եք, հանկարծ իր երեխային մեկը մի վատ բան չասի, շատ պետք է փաղաքշես իրան։ Լավ, Նունե, հիմա քո հուզող հարցը ինձ հստակ ասա, ինչն է հստակ վերաբերվում քո տղայի հետ։ Իր ապագայի, իր մասնագիտական ինչ-որ տեսնում եք, ինչ-որ մի ուղղության, որ ասենք ինքը, ասենք, չի կողմնորոշում, ինչ ուղղությամբ, ասենք, ճիշտ է, խոհարարությամբ է աշխատում, բայց ասենք զգում եմ ինքը, որ այդքան չի սիրում, ուղղակի զուտ աշխատում է գումարի համար, սենց ասեմ։ Բայց ինքան լավ է խոհարարություն, ինքը մեծահասակների հետ պետք է աշխատի, փոքրերից չի կարող։ Ճարտարապետություն։ Իր ընկերները բոլոր իրանից մեծ են, բոլոր իրան շատ սիրում են։ Ու կսիրեն միշտ կսիրեն, բայց ինչի լավ է խոհարարությունը, ու ինքը պետք է գիտես ինչի վրա ուշադրություն դարձնի, ավելի շատ ազգային կերակուրների, ոչ թե եվրոպական, որ հիմա մեր շատ ռեստորաններում կա, ավելի շատ ազգային է, ավելի շատ մեր են հին, են լոբիով ճաշերը, են հարիսան, խաշ, այտենց բաներն ավելի շատ հայկական,
Մենք ունենք ին հայկական խոհանոց, թող ինքը քչփորի։ Թող կարդա իր գրականություն, ընդեղից գտնի ու բերի առաջ, որտեղ իրոք իր մոտ դա է տված։ Այս ժամանակակիցն էլ թող սովորի իր այդ եվրոպական ստիլով որ գնում, բայց հիմնական իր մոտ ազգային է տալիս։ Բացի խորովածից։ Հետ էլ ասենք լեզուներն էլ է իր մոտ ստացում ինքը ոնց որ Բայց խոհարարությունը լեզուն ինքը ինչ պետք է անի։ Ինչ պետք է անի, ասենք դե լեզուներ սովորես, լավ, հրաշալի անգլերեն գիտի, ֆրանսերեն գիտի, լավ, ինչ է անելու։ Թարգմանիչ լինի։ Ես էլ չգիտեմ, ինքն էլ չգիտի, դրա համար չեմ հասկանում, ես ինչ խորհուրդ տամ իրան։ Թող սովորի լեզուներ։ Թող լեզուներ սովորի ու այն տարբեր լեզուներով խոհարարական գրքեր կարդա, բայց Իրանը հայկականն է։ Իրանը հայկականն է, իր մոտ լուսնային հանգույցը ծկամիշ, դա նշանակում արվեստ, արհեստ։ Ու գրականություն, բայց հինը է իր մոտ, հինը դրա համար տես իր մոտ կարիճից մի քանի համաստեղություն կա իր մոտ, որ մեծահասակների հետ է իրան լավ աշխատել, թող վատ չլինի եւ այդ շրջապատը իրան կընդունի, կգնահատի ու ինքը առաջ կգնա ուղղակի իր սխալը միշտ։ Հիմա եթե ասես գնա լեզուներ սովորի, ասենք լավ, դառավ հրաշալի լեզուների տիրապետից, ինքը որը ժամանակից դրանից էլ է ձանձրանալու։ Շուտ ոգևորվում է, շուտ հիասթափվում է։ Մի պահ ասես քաղաքականությունն եմ սիրում, ուզում եմ այդ ուղղությամբ սովորեմ, ասենք, ուրիշ երկիր գնամ սովորեմ, չգիտեմ, մեկ էս է ուզում, մեկ ոնց որ սենց քնի արթնանա, ասենք մի բան ուզի, մի քանի օր հետո ուրիշ բան ուզի, մեկ էլ հիասթափ։ Քաղաքականություն Իրանը չի, բացարձակ Իրան պետք։ Սա տարիքից ասեցի, չէ, 18-ից 21 տարեկան։ Ինքը ամեն ինչ կուզենա, ամեն տեղից կօգտվի, միջև անգամ սպորտը։ Կարող է մի օր բասկետբոլի գնա, մի օր ֆուտբոլի գնա, օրինակ եմ ասում։ Միջև Իրանը կգտնի 21-ից հետո արդեն կկողմնորոշվի, բայց ինչ մասնագիտություն որտեղ էլ ինքը լինի, միջև անգամ ընկերների շրջապատում էլ իր մոտ միշտ տատանողություն լինելա, դա իր ոչ համարձակ լինելուց է։ Իր ուժերի վրա վստահ չի, սա քեզանից շատ բան է կախված։ Այդ մի երեխա է, քեզ։ Չէ, 2 հատ աղջիկ էլ ունեմ, ամուսնացած, 5 հատ թոռնիկ ունեմ։ Ինչ հարուստ ես, Աստված պահի։ Դե տղատ մի հատ է։ Շնորհակալ։ Առույցները իրանց տղաների իրանց կոյրունն է շատ են տողում։ Թող ինքնուրույն մեծանա։ Քո մեղավորությունը կա, թող ինքնուրույն լինի, համարձակ լինի, ամեն ինչում ասա։ Ես քեզ կօգնեմ այն ժամանակ, երբ որ զգաց իրոք դու չես կարող, բայց դու մենակ պետք է գնաս առաջ։ Բայց իր բանակի հարցը, այստեղ բանակի հարցը էլ է ցույց տալի ազատված, է։ Հա, խնդիր ուներ աչքերի հետ կապված։ Հա։ Ոչինչ, լավ։ Աչքերի հետ կապված։ Դե մի քիչ այդքան էլ լուրջ չի խնդիրը, բայց տենց եղավ, որտեղ երևում է, որ ինքը կարող էր։ Բայց այդտեղ էլ ներքին վախերը տա, էլի քո միակ տղան է, ինքը եթե ընտրել է խոհարարություն, թող խորանա մեջը ու դա ավելի լավ է իր մոտ։ Ինչի համար է տատանվում, ասում ես քնում արտանում փոխվում, դա իր ոչ համարձակ լինելն է։ Իսկ խոհարարությունը ինքը ճիշտ է ընտրել։ Ուզում է թող մտնի դիզայնական աշխատանքների, բայց էլ ազգայինը պիտի պահի, որտեղ իր մոտ անդադ հնությունն է տալիս, հինը, ազգային է, մեր հին մշակույթը, անտիկվար ապրանքներ, այսպես ասած, այդ իրան լավ է։ Ուզում է ինտերիեր սովորի, կոմպյուտեր ծրագրավորող լինի, գրաֆիկա, բայց չէ, խոհարարությունն է լավ։ Մի պահ ճիշտն ասած, մի տարի առաջ, 2 տարի առաջ մտածում էր ծրագրավորող, բայց հետո չգիտեմ ինչու, սենց ոնց որ տենց ստացվեց, գնաց այդ ուղղությամբ։ Բայց դու մի որոշի, նույն է, իրա փոխարեն մի որոշի։ Ես ոչինչ չեմ ասում, ես իրան եմ թողել, ինքը որոշի, ինքը իրա սրտով, ոնց ուզում է նենց, ինքը ինչի մեջ իրան լավ ասում։ Նայ, տես ինչա պարզ ցույց եմ տալի։ Այդ տատանողությունը իր մոտ միշտ լինելու է։ Ինչ մասնագիտություն ընտրել շատ կարճ է տևելու, հետո կձանձրանա, որովհետև վստահ չի իր ուժերին, ինքը գիտի թե տեղ ինքը չի կարող։ Այստեղ քո մեղավորությունը կա։ Այն միակ էլ տղան է,
Դու ասա, դու կարող ես, դու ուժեղ ես, անպայման կհաղթահարես, դու եղի ինքնուրույն։ Իսկ վաղ աղջիկ ընտրելու հարցում էլի կարող է կեսից փոշման հետո գա քեզ հարցնի, այդ ճիշտ չեղավ։ Արտակինի շատ է ինքընդհանպես ուշադրություն դարձնելու։ Իրա լուսնից էլ է գալի, որովհետև երկվորյակ, դրա համար հարցեցի սկզբից շատ է խոսում, ինֆորմացիա է իրան հարկավոր տարբեր։ Սա էլի կրկնում եմ, տարիքից է, անցողիկ է սա։ Հիմա մի րոպե նայեմ, մի րոպե։ 17 տարեկան, 17-ը անցել է։ Անցած տարվանից իրան տրված էր ընտրի քո սիրած մասնագիտությունը, ինքը ընտրեց, բայց փոշմանեց։ 19 տարեկան, 18-19, հիմա իր սիրահարվածության տարիքն է։ Կսիրահարվի, հետո կեսից կասի լավը չէր։ Ոչինչ, թող սրա։ Դա անընդհատ լինում է։ Ճիշտ ասած, իր մասնագիտությունը, որ ինքը սովորել է, ավարտել է, այսպես էս տարի ավարտեց, բացի աշխատել է, սառնարանային տեխնոլոգ, ինքը այդ ինժեներ սառնարանային տեխնոլոգ, ինքը նոր բացված մասնագետ։ Այդ չի աշխատի, այդտեղ չի աշխատի արդեն։ Հա, ինքը չի սիրում, ուղղակի չգիտեմ, այս սկզբից ոգևորվեց ուզեց, հետո բայց զգաց, որ իրանը չի։ Իրան խոհարարություն, արվեստ, յուրաքանչյուր ճյուղ արվեստի արհեստի, խոհարարությունն էլ է եւ արհեստ եւ արհեստ, եւ այդ կոմպյուտերային գրաֆիկան էլ սովորի բացի, բայց նախընտրել է խոհարարություն, որ մեր հին ազգայինը բերի առաջ ու նորացնի, դա է իրան լավ, դա կլինի արդեն իր համար ու շրջապատի համար նորություն։ Իրանց կոլեկտիվում կլինի նորություն եւ որ հիմնարկն էլ որտեղ էլ կյանքում կգնա, ինքը միշտ մեծահասակներ, տենց է խորհուրդ տրվում իրան։ Մեծահասակներ հետ աշխատելու իր շրջապատը կոլեկտիվը կլինեն մեծահասակներ, միայն հարսնացուն իրանից մեծ չլինի։ Բայց շատ փոքր էլ չլինի, որովհետեւ իրան մեջ մի քիչ էլ ոչ հասունացած բաներ կա, այդ մի քիչ չգիտեմ երբ է հասունանալու։ Որտեվ անդադ գցելու է բռնի, բայց դու իրան մեջ կին անդադ կանգնած ես լինելու, այդքան լավ չի։ Թող ինքնուրույն աճի։ Ինքը իրան անդադ հոշոտելու է։ Անընդհատ ինքը իրան խնդիրներ է ստեղծելու, որ կա։ Հա, ինքը ճիշտն ասած, որ հա, իր հետ ասենք մի երկու բառ զրուցում ենք, ես կամ հայրը ասենք, ոնց որ երրորդ բառից ինքը ոնց որ ինքը, չգիտեմ, շուտ բռնկվում է, այդ ձեր ասած սկսում է հա խոսալ, շատ խոսալ։ Տարիքից է, տարիքից։ Սեռական հասունացում, սեքսուալ հասունացում, ձայնի փոփոխություն, մարմնի փոփոխություն ֆիզիկական։ Սա տարիքից անցողիկ է։ 21-ից հետո կփոխվի։ Ոչինչ, միջև անգամ աղջիկների հարցում էլ մի զարմացի, ասա դա նորմալ է։ Բա ոնց պոտենցիալ կլինի, չաղերը կսիրես, նիհարը կսիրես, կամած ամեն ինչ կփոխվի, միջև ինքը գա իրա, էսա միսն է։ Կարևորը իրամիսն է, այդպես անդամպես, որ մի կենթանակերպ մտնում ենք, ով ինչ կենթանակերպ է, ինքը այդ իրա գծեր ավելի ակտիվանում, ավելի առույգանում, ավելի ինքն իրան ուզում գծնի։ Հիմա մենք կշերք ենք մտել սեպտեմբերի 23, ամբողջ հոկտեմբերը մինչև 22 համարը կշերքում ենք։ Ինքը պետք է ակտիվանա, պարտներների ամիս է, դիվանագիտության ամիս է, յուրաքանչյուր հարց ինքը իր ընդհանրապես կյանքում թող հիշի անկախ տարիքից։ Միշտ կշերքի մեջ յուրաքանչյուր հարցի հասնելու համար պետքա լինի մարդ դիվանագետ եւ իմանա ում հետ ոնց է խոսում եւ վստահ լինի իր ուժերի ու ագրեսիա չցուցաբերի, մի քիչ էմոցիոնալ է, անցողիկ են սրանք։ Կրակի նշան չունի, բոլորը օդ ջուր, ինքը գոռում, ինքը փրփրում, ինքն էլ հանգստանում։ Այդ ընթացքում թող մի հետաքրքիր բանով զբաղվի եւ համով բաներ ուտի։ Ասա մի օր մի լավ բան սարքի ուտենք, տղա ջան։ Հա, պատրաստում է, չէ, ինքը շատ լավ։ Գովի, այդպես լավ, գովի, առույցները շատ են սիրում գովեն իրանց երեխեքի։ Գովի, ոչինչ, հայ մամա ես։ Էլ ինչ ասեմ, քեզ այդքան է։ Ու հա, մեկ էլ է սպորտի գնա, բասեին գնա։ Թող լողավազան գնա։ Լինում է լողավազան, թող գնա։ Էդ էլ է իրան ձգվի։ Իրան ձգվել է հարկավոր, լավ, թող ձգվի, որպես ուսերը գեղեցիկ լինի։
Հա, միշտ ինքը պարապել է, Թող փոքրուց պարապի, սպորտով զբաղվել, պարապել է, հիմա էլի գնում է։ Մեկ էլ մի հարց, էլի մի ասա։ խնդրանք էլ ունեմ, մի հարց ունեմ։ Ճիշտն ասած, ամուսնուս մոտ այս մի քանի տարի է պարանոցի հետ կապված գրիժային ասել վիրահատվել է, բայց մի տարի է անցել վիրահատությունից հետո ոչ մի փոփոխություն ու այդ ցավը անընդհատ իրան անհանգստացնում է, ասես ինքը անդադ գալարվում է այդ ցավը։ Հիմա որ ասեն վիրատումը լավ չեղի պետք է բժիշկների նշանակումա քննադատեցի, ասես իրա տարեթիվ ամսա թիվ ամուսնուդ։ Սխալ ժամանակ արի։ Հիմա ասեմ։ Ճիշտն ասած անկեղծ ինքը չէր ուզում, ինքը համաձայն չէր, ուղղակի որ բժիշկը ոնց որ վախացրեց։ Այդ մամանա ստիպե թե դու ճիշտն ասա, մամանա ստիպե թե դու։ Չէ, անկեղծ մաման մահացել է, Մամայից տեղ մամայի խնդիրը ցույց է տալիս։ Եղբայրը, քրոջ երեխաները, սենց իմ երեխա աղջիկները, ասենք երեխեքը բաղվեց, եղբորը, երեխեքը բա բոլորը, տենց ես էր իհարկե, դե որ բժիշկը վախացրեց, ասեց կարող է խփի ոտքերին, ոտքերը թուլանա, որտեվ պարանոցի հենց վրա, ասեց ամբողջ այդ Իրա, լավ, էլ մի պատմի, կարճ նայ, տես ինչ եմ ասում, տեսա իրա մոտ ինքը վերջույթների խնդիր ունի, առանց դրա էլ ինքը վերջույթների խնդիր ունի, սա փոքրուց է, նևրոզ է տանում, շատ ծանր, ու մամայից հետո ինքը շատ կոտրված է իմիջալից, այդ դու իմացի, իրա մոտ աղիների խնդիր էլ է տալիս, աղիների, հա, աղիներն էլ ունի, իրան մաքուր օդ է պետք և իրան շատ քայլել է պետք է շատ քայլի, բայց վերջույթների խնդիրը կա, այս դեր կտևի, բայց վիրահատում ես խորհուրդ չէի տա, որտեվ սխալ ժամանակ սխալ է արվել, ինչ որ արվել է, երևի ինչ որ մի ներվի է կպել, ինչ են կպել, որ ստեղ երևում է, որ կա մկանային անոթների բան է տալիս իրա մոտ, ինչ որ մի բան սխալ է արվել, մի տարի, հա, հեսա հա, մի տարի ինքը դեր էդ, անցած տարի փետրվարի 19-ին է արվել, ու ջրհոսի մեջ էլ արել, որ չէր կարելի իրա հետ է, վեներան էլ ջրհոսում է, չէր կարելի, սխալ բան է արվել, լավ, մի տարի է ստեղ տալի, որ կտանջվի դեր, մի տարի հետո նոր տեսնենք փոփոխությունը, տեսնենք, հնարավոր է, հա, մի տարի հա, դեր մի տարի գնում է, երևում է, որ կա, բայց անկախ դրանից էլ ինքը վերջույթների խնդիր տալիս է, անոթներն էլ է, արյան շրջանառությունն էլ է, ինքը ծուլանում է ինչ որ բաներից, անդադ իրան դուրս ոնց որ գցի, հետո ուզենան նստի տեղից չշարժվի, ծուկ է, ձկների համար հիմա լավ ամիս չէ, ամբողջ սեպտեմբերը անցավ, այդքան հաջող ամիս չէր ու քնած հիվանդությունների արթնացում էր տվել, այն հիվանդությունները ինչ որ եղել է մարդկանց մոտ, ինքը եթե մի քիչ անտարբեր անուշադիր են կամ հոգնած են լինում, ինքը սկսում է գլուխ բարձրացնել, մի հատ էլ պետք է լինի, բայց որ գնամ պետք է ինչ ասեմ, վիրահատում դեղերն էլ չեմ տեսնում օգնություն։ Ես ճիշտն ասած հետևողական եմ, ինչ որ պետք է ասեմ դեղերը, ասենք ես տալիս եմ ճշմարտ, արյան շրջանառությունը կարգավորող, ասենք կարգավորվել է, արյան շրջանառությունն է իր ամոթ տանոթներն է, վերջույթներն է, ամբողջ կրծքան վանդակն է տալիս, բայց քանի որ ձուկ է ու այս տարել կարմիչը սկիտարի է շատ ձկների կույսերի համար, այդ ժողովրդական բժշկությունն է ավելի ճիշտը խոտաբույսերով, սա ավելի հաստող է, մի քիչ ուշ, բայց արդյունավետ։ Փորձեք գտենք ժողովրդական բաներ, տեսեք ինչ կարելի է, մասնագետի իհարկե խոտաբույսերի։ Չնայած գրժան խոտաբույս չի բուժում, բայց էլի գոնե կհանգստանա ցավերը։ Իմպլանտ է դրած այդ պարանոցին, ճիշտն ասած, ասենք այդ գրիժայի տեղը այդ պարանոցի վրա է, չգիտեմ, իմպլանտ են դրել։ Երևանում են արել։ Այո, Երևանում են արել ու բավականին լավ բժիշկ արել, չեմ ուզում անունը տամ, դե իմանալով, որ ինքը լավ բժիշկ է, լավ։ Ինչի եթե լավն է անունը տուք, ասենք շնորհակալ ենք, ապրեք։ Բայց մարդը ցավեր ունի։ Իսկ ինքը չի ասել, որ դեռ երկար կտևի այդ բուժումը։
բժշկություն։ Չի ասել, չէ, հակառակ իր ուսը թևը, որ գործի բերումով, ասենք, իր աշխատանքը այնպես էր, որ ծանր աշխատանք էր, գործի բերումով, ասենք, իր ուսը թևը միշտ անհանգստացնում, ցավում էր, որ գնացել էր MRT արել են, բժիշկն ասել էր, որ այդ պարանոց էլ բրիժանանես, ամբողջը ցավել է, այդ ուսի թևի ամբողջը կանցնի, դրա հետ է կապված։ Ես չեմ տեսնում մասնել, ես տեսնում եմ վերջույթների խնդիր, ձերքու ոտքի, նաև ուսագլուխների։ Հա, ուսագլուխներն է կակրած ցավում, սենց անընդհատ ուզում է տրորես, ոնց որ սենց անընդհատ այդ ուսից ներքև այդ թիկունքի մասը էլ այդ պարանոցից։ Մասաժների գնացեք։ Ինքան կան իհարկե մասնակետի ամեն մասաժը չէ։ Տարեք մասաժների։ Մասաժը լավ չի, չգիտեմ ողնաշարին, դրա համար ես ամեն մեկը Եվ միայն մասնակետի, բայց ես էլ ամեն մասնակետը անունն է մասնակետ։ Երևում է, որ ամուսնու առողջականի խնդիրը դեռ լիովին բժշկված չի։ Մի քիչ ժամանակ է պետք ու ես չգիտեմ թույլ կտամ այնտեղ լողի գնալ, չգիտեմ, բայց այդքան դեղորայքային չի լինում, անոթների վրա ուշադրություն դարձրեք, մազանոթների, անոթների վերջույթները չընկնի, ծանր բաներ չանի ու մաքուրոտ եւ քայլել։ Սրանք կան իր մոտ, ամեն ինչ որ ասում եմ, դեռ կտևի, բայց ժողովրդական բժշկությունն էլ տալիս է իրան օգուտ։ Վերջույթների խնդիրի նկատի ունեք անոթների հետ կապված խնդիր։ Չէ, ձերքու ոտքը, ձերքի հետ կապված։ ձերքու ոտքը, ձերքու ոտքը։ Ձերքեր ու ոտքեր, դրա մասին է խոսքը, վերջույթները։ Անոթները առանձին պարզ ասում են մազանոթներ։ Վերջույթները պարզ ասում են վերջույթներ, ձերքու ոտք, սա կա իր մոտ։ Եվ ընդհանուր կրծքավանդակը եւ ուսագլուխները ծոծրակն էլ հետը։ Սրանք ամբողջը իր մոտ կա։ Անկախ նրանից իր մոտ, մի քիչ էտես դեղերից պետքա զգուշ լինի, հիմա որտեվ ալերգիկ բաներ էլ տվեց, հա, հիմա երևաց ալերգիան, մաշկային բաներ խնդիրներ էլ ունենք։ Հիմա էլ ասում ես ճանաչված լավ մասնագետ է, բայց հետևանք կա։ Թող լավ մասնագետ լինի։ Ինչ ասեմ, չգիտեմ։ Առողջություն ձեզ, Նունե ջան։ Տղայիդ հետ զրուցի, որ ինքը ուժեղ է, ինքը կարող է, ինքը ամեն ինչ կարող անի, այդ տարիքային ասա կանցնի, այդ թորներով ուրախացեք, պապային էլ ծանր աշխատանք հարկավոր չի, իրար հետ դուրս եկեք մի քիչ բոսնեք։ Ու բնություն տեսեք, ծիտիկ տեսեք, ծառ տեսեք, հողոթուփ տեսեք, արև տեսեք, որտեվ ինքը ձուկ է, ինքը շատ զգայուն է, եւ օդի նշանները շատ են իր մոտ, այնպես որ այս մարդուն հարկավոր է մաքուր ազնիվ շրջապատ եւ մաքուր օդ։ Իր մոտ ոչ մի արյուսներն ու ձկներ իրար հետ ոնց։ Ինչերը։ Արյուսները եւ ձկներ իրար հետ ոնց է ձեր կարծիքով։ Դու ինքդ պատկերացրու այդ ընդհանուր նշաններից ես միշտ խուսափել եմ։ Այնքան ձուկ առույց կա համատեղելի չէ, այնքան կան որ լավն է։ Ուղղակի դու կրակի նշան ես ու առույց ես դու մայր ես, ասեցի ֆանատ մայր ես դու ամբողջ ղեկը ձեռքը տա, դու պետքա կառավարես ամեն ինչ, ոնց ես տղայիդ համար հոգ տանում մտածում, այդպես էլ ամուսնու, որտեվ հիմա արդեն այն շրջանն է ու վաղուց է դա, որ բոլոր հայ տղամարդիկ իրանց կանանց համար մեծ տղա են։ Ինքը քո մեծ տղան է, պետք է երեխու նման իրան գուրգուրես, փաղաքշես, մեկ-մեկ պատժես, մեկ-մեկ էլ սիրես։ Մեկ-մեկ էլ քաղցր տաս, որ խաղաղվի, հանգստանա, որտեվ հիմա դու կատարում ես իր մամայի դերը։ Եթե կարող ես, իհարկե։ Մամայի դերը ոչ մեկ չի կարող։ Չի կարող։ Դրամ այլ ասի, եթե կարող ես, իհարկե։ Դե հոգատարությունն է դա։ Հոգատար պետքա լինես ու հարգես։ Այդ է պետք զույգերին, հարգանք, հոգատարություն։ Ճիշտ է։ Այդպես, ձեզ համբերություն ու առողջություն։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Ստեսություն։ Ալո, բարև ձեզ Տիկին Լուսիա։ Բարև ձեզ։ Լսում եմ ձեզ։ Ինչպե՞ս եք Տիկին Լուսիա։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Ասեք ձեր հուզող հարցը։ Ուրեմն ձեզ դիմում է Տաթևիկը։ Ես մի հարցով եմ ձեզ ուզում դիմել։ Իմ եղբոր տղայի համար։ Հիմա ես իր տվյալները ասեմ,
Ասեք, ինչ ա եղել ձեր եղբոր տղային։ Մի քիչ ընտանեկան հարցերում լարվածություն կա, մի փոքր լարվածություն կա։ Ինքը Հայաստանում չի բնակվում, Գերմանիայում է։ Հա։ Աշխատանքի պահով Գերմանիայում է։ Սկզբից ինքը գնաց, հետո ընտանիքին տարավ, ունի 2 երեխա, կին, մի քիչ խոսակցություն կա, լարվածություն կա ընտանեկան պահով։ Տաթևիկ, հարց տամ։ Ինչի իրա կինը ինքը կամ իրա ծնողը չի զանգարում, դուք եք այնտեղից այստեղ զանգարում։ Գիտեք ինչ, իրա մայրն էլ է շատ փորձել, չի ստացվել։ Մեկ երկուսով անընդհատ փորձում էինք ձեզ հետ կապնվել, չէր ստացվում։ Ուղիղ 1 ամիս առաջ եմ ես հերթագրվել, շատ պատահական ստացվեց, իսկ մայրը չի կարողանում, չի ստացվում։ Դրա համար ասեցինք երկուսով էլ փորձենք, կամ իմ մոտ կստացվի, կամ իրա մոտ, բայց իմ մոտ ստացվեց։ Ես առանձին խոսում եմ, այստեղ հիմա նայեցի, այնտեղ բավականին լուրջ հարցեր կա, ընտանիքի հետ վերաբերվող, հենց անձնականի վերաբերվող։ Հիմա նայեք, ասում եք մի փոքր այնտեղ ընտանիքում խնդիր կա։ Այդ իրանց հարաբերություններն է, եթե դա անձնական հարց է։ Զույգերի հարաբերությունները Կնոջ հետ մի քիչ վիճաբանություններ եւ այլն, կարող եմ կնոջ Մի րոպե, սպասեք, մի րոպե, դեռ այդ պետք չի, ես բացատրեմ նոր։ Սա անձնական է ու բարձրաձայն այդքան ճիշտ չի։ Հետո, այս իրանց հետ ես պետք է խոսեմ, ասեմ, որ ինչն է լավ, ինչն է վատ, արժի, չարժի։ Դուք ասենք իմացաք շատ հակիրճ ինֆորմացիա, դա ինչ է տալու։ Աշխատանքին արդյունք չի տա։ Ես ավելի ճիշտ իրենց հետ զրուցելն է։ Այս տղան էլ իրան ճիշտ չի պահում։ Հիմա ես նայում եմ իր գարոսկոպը, ամսի 23-ին, սեպտեմբերի, մտանք կշերք համաստեղություն ու հենց այդ օրը Մարս մոլորակը մտավ կարիճ, որ մինչև նոյեմբերի սկզբները, կեսերը կարելի ասել կարիճում է, որը սկսվել է հանցագործությունների, կրիմինալ, խաբեության, մոգության, ինչքան վատ բաներ ուզում եք մտածեք, այդ շրջանն է սկսվել։ Ու տեսեք սպանություններն իրար հետև գնաց։ Դա հանցագործություն ու կրիմի, հենց այդ օրը, հենց 23-ին, այս տղան էլ այդ օրն է ծնվել, կարիճ է ինքը, հենց այդ օրը, որ հենց Մարսը մտավ, իր արևի հետ գնում է, այս տղան գոնե իր ծնունդից հետո, բայց միջև ծնունդ, այդպես չասենք, չի նշանակում, ծնունդը գա, ինքա պիտի ամեն ինչ փոխվի, արդեն հենց այդ օրը, 23 սեպտեմբեր, ինչը որ ինքը անում է թաքուն, ով անում է թաքուն, դա նշանակում է սխալ, թաքուն ծխում են, թաքուն խաղում են, թաքուն դավաճանում են, հազար բան են անում, ինչը թաքուն է, դա արդեն վատ է, անկախ տարիքից, այս տղան պիտի հասկանա, դու իրեն ասա, հետո կարող է ուզենա դնեք լսեք այս եթերը, որ իրեն ես դիմում եմ այդ տղային, որ պայման լսելու ենք, ինչ որ թաքուն անում է, թող դադարեցնի, որտեղ 6 կամ 9 ամիս հետո ինքը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, իսկ դա կսկսվի, երբ որ կմտնենք իր ծնունդը, հոկտեմբերը, այդ ժամանակվանից մինչև նոյեմբերի կեսը իր մոտ հարվածներ կլինի, դա իր առողջականն է, ու լյարդի հետ կապված էլ խնդիրներ ունի, ես չգիտեմ ինքը կարող է նարկոտիկ ընդունում, թե պիտի ասեք չէ, գովեք իրան։ Չէ, այդ պահերը չէ, հաստատ չկա։ Հաստատ գիտեք։ Հա, այդ պահերով հաստատ գիտեմ։ Այստեղ մի քիչ իր մոտ հակում է տալի ինչ-որ մի բան է, որը այդքան լավ չի։ Մի րոպե։ Տղա երեխա ունի։ Այո։ Այս տղա ինչ որ հիմա ինքը սխալ բան արեց, չեմ ուզում խորանա, որտեղ ստեղ արդեն ներևում է, եմ ասում դա եթերային չի ու ոչ մեկին է դա ոչ պետք է, ոչ էլ հաճելի։ Թող ինքը լսի իմանա, այդ միայն մեղքը չբարդեն կամուսնու վրա, ընտանիքի ամուսիններին եմ ես ասում, տղա երեխայի խնդիրներ կլինի, որտեղ ինքը առանց էլ խնդիրներով ա ծնվել։ Հենց հղի ժամանակ արդեն մաման հղի է եղել այս երեխով, արդեն խնդիրները, այդ նևրոզներն է։ Թե չէ երեխուն այդքան լավ բաներ չի լինի։ Ես համ վախացնում եմ, համ չեմ վախացնում, ուղղակի զգուշացնում եմ։ Միակ բանը, որով կարող ենք այդ տղայի ոչ ճիշտ պահվածքը սաստել, բայց
Այստեղ կինն էլ է մեղավոր, որովհետև զույգերի ոչ հանդուրժող վիճակը դա միշտ 50-50 է։ Այնպես չի, որ ամբողջ մեղքը բարդենք մի կողմի վրա։ Իրան երևում է, որ պետք է ամուսնությունը դրսում լինի, այս աշխատանքի առումով ինքը չի լսում, ձեր տղան ոչ մեկին չի լսել, ինչ էլ ուզում եք ասեք, չասեք։ Պետք է մեքենաները ինչ գործ է անում ինքը։ Ինքը բաննա սուբինատորներ է պատրաստում կոշիկների համար, մասնագետ է ինքը։ Լավ գործ է։ Ու իրոք լավ մասնագետ է ու լավ գործ է անում իմիջալոց։ Ինքը այստեղ էլ էր այդ գործը աշխատում։ Ինքը ճիշտ է։ Տեղափոխվեց Գերմանիա աշխատանքային վիզայով։ Այնտեղ էլ այդ խանութում է աշխատում։ Արեստանոց կա կից եւ խանութ։ Հա, Իրանը փայտ կա, երկաթ կա, մետաղ կա, ու հետո ճանաչողություն կարող է տա։ Ու լավ է, Եվրոպան իր ամենքը կարար Ֆրանսիա էլ գնար։ Ձերքի աշխատանք, ստեղծագործություն, արեստավոր։ Լավ է։ Եթե սա էլ չլինի, կարա կահույք էլ սարքի, եթե սա չանի, կարա կահույք էլ, որտեղ ձերքի շնորհքը ցույց է տալիս իրեն։ Մի հատ ասեք կնոջը, մենակ մի քիչ արագ։ Խռովկան հարսի կա։ Մի բան ասում ես խռովում է։ Աշխատող ամուսին ունի, ինչ է ուզում, բայց տղան շատ է իրան բշտում, կոպտում է։ Լավ չի։ Բայց հետաքրքիր է, տեսեք ընտանիքով գնացել են, լավ է, իբր լավ է, բայց այս աղջկան այդքան էլ խորհուրդ չէր տրվում հայրենիք լքել։ Իրան խորհուրդ չէր տրվում, իրանք ինչ գնացել են, փոխվել են։ Ինքը ստեղ ավելի լավ էր, ստեղ մնալ, բայց տենց էլ չէր լինի, որտեղ այդ մարդուն աշխատանքը դրսում տալիս է, իրան լավ է այդ երկիրը, իրան գումար աշխատելը կա, լավ բաներ կա, բայց մի բանն է, որ ընտանիքը հանկարծ չփլուզի, որտեղ մի քիչ տղայի մոտ, երկուսի մոտ էլ ցույց է տալիս վտանգը։ Այս էլ էս ամբողջ հոկտեմբեր ամիսն է։ Ահա որ համառ աղջիկ է, ահա որ համառ է, ու ինքը անդադ պետք է իր ամուսնուն մեղադրի։ Հիմա ես ինչ անեմ, ասեք։ Նույն բաները դուք եք ասում, դու չէ էլի ծնողների իհարկե, հա, Տաթև ջան, ասա տեսնեմ, ինչ ասեմ։ Ուղղակի ինձ հետաքրքիր է, կմնան իրանք այնտեղ, թե կարող է հետ գան։ Ես տղային խորհուրդ չէի տա գալ, չնայած չեմ սիրում, որ երկիր են փոխում, որ մնացին ինչ, կամ եկան ինչ, եթե իրանց հարաբերությունները լավ չէ։ Այդ տղան արդեն ընդեղի կյանքին սովորում է, որտեղ իրան ընդեղ լավ է, մի քանի մոլորակ ունի աղեղնավորում, դա հենց Եվրոպան է, ինքն էլ կարիճ է այդ հնությունը, այստեղ այդքան լավ չի լինի իրանց նյութականը, մարդուն այդ երկիրը ընդունել է ամեն առումով, հիմա փաստաթղթերի հարցն է կկարգավորվի իր մոտ, այսինքն երկիրն իրան ընդունեց։ Այստեղ երկուսի հարաբերությունների հարցն է, որը լավ չի։ Տեսեք, մեկի համար լավ է եւ աշխատանքային եւ ամեն ինչի, մյուսի համար լավ չի, որ ընտանիքի փլուզում է տալիս։ Իսկ այդ տղան էլ չի գա։ Չի գա, որտեվ իրոք երկիրը, օրինակ մարդիկ կան, որ երկիրը միանգամից դռները բացում ընդունում, ամեն առումով։ Մարդիկ կա լավ աշխատանք ունի, լավ ընտանիք, ամեն ինչով երկիրը փոխում է, թե ինչի, հենց գնում է միանգամից դռները փակվում առջև։ Հիվանդանում է, ոստիկանության այդ խնդիրներ են լինում, ամեն տարբեր բաներ լինում է։ Այս աղջկան հիմա դուք ինչ հասկացաք իմ ասածից, եթե այս աղջիկը ուզում է, որ իր ընտանիքը չփլուզի, նույն էլ տղան, առաջին այս աղջիկը պետք է իր կամակորությունը թողնի, մի քիչ խոնարհ լինի, ջերհոս է, ազատություն է ուզում, ջերհոս եւ կարիճ այդքան ամուր միություն չի, երկուսին էլ վերաբերվում է, որպես ընտանիքը չփլուզվի ու երեխաներին տհաճ բաներ չլինի, ամեն կենտրոնացում պետք, թող մի քիչ իրար ազատ թողնեն, հանգիստ թողնեն, իրիկունը կան հավաքվեն, հաց ուտեն, քնեն, ուրիշ ոչ մի բանով, մի քիչ այս աղջիկն էլ երեխեքին, աղջիկն էլ պետք է աշխատի,
Հարսել պետք է աշխատի, բայց իրան լուրջ տեղեր է տալիս աշխատանք։ Ինչ է անում։ Ինքը Երևանում բանկում էր աշխատում, Ամերիա բանկում։ Լուրջ գործեր են, բայց այնտեղ այդպես բան չի անում ինքը։ Գերմանիան որտեղ է։ Չէ, այնտեղ չի անում, որովհետև ֆիզարցակուրտի մեջ է։ Մի երեխան Գերմանիայում է ծնվել աղջիկը, տղան Երևանում։ Ինչ որ մի քաղաքում է Գերմանիան։ Վայ, քաղաքի անունը չեմ կարող ասել, Տիկին Լուսիա։ Չուսային կարծեմ հատվածներում են։ Չգիտեմ, ես տեսնում եմ, որ տղայի մոտ լավ է։ Շվեյցարիայի մոտ սահմանը։ Հա, ես տեսնում եմ, որ լավ է տղայի մոտ, Փեսայի մոտ, ձեր տղայի մոտ լավ է, ու իրենքն էլ իր տեղը գտել է, ված չի։ Այս աղջիկն չեմ տեսնում այտենց, էլի իր ինչը որ Հայաստանում աշխատել է, այնտեղ աշխատի, բայց այդտեղ իրան ված չէր։ Վերջին բանով էլ իրան այստեղ ված չէր։ Դե եթե երեխան այնտեղ գծվի, չնայած այնտեղի քաղաքացի չի լինում, բայց թող ամեն ինչ լավ լինի, նոր մարդ է գալիս իրանց ընտանիք։ Պետք է սեր լինի ամեն ինչը։ Տիկին Լուսիա, շատ չզբաղացնեմ, շատ շնորհակալություն։ Լավ։ Համբերություն բոլորին, թող իրենք էլ լսեն սա, եթե կցանկանաք դրեք ու տեսնենք ինչ կանեն։ Անպայման։ Հա, ես էլ շնորհակալ եմ։ Լինելու եթեր։ Չգիտեմ, դուք կհետևեք։ Եղավ շատ Դե շատ։ ձեզ համբերություն, խնդրեմ։ Ալո, բարև ձեզ, Տիկին Լուսիա։ Բարև ձեզ։ Լսում եմ ձեզ։ Տիկին Լուսիա, ես զանգահարում եմ իդեպ, որ ասում եմ ձեզ շատ հետևում եմ, ցավացում եմ խորս մշտով, շատ սիրում եմ ձեզ, մի խոսքով, Տիկին Լուսիա։ Տղաս երկու երեխա ունեմ, Տիկին Լուսիա ճիշտն ասած, աղջիկս ուսանող է, տղաս ծառայում է։ Երկուսին էլ ուզում եմ մասնագիտական հարցում ճիշտ կողմնորոշում, ճիշտ ընտրել են իրաց մասնագիտությունը, խնդրում եմ նայեք էլ իրանց։ Այդ Քյավառա կողմերից ես։ Այդ որ կողմերից ես։ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովինար։ Ասի Քյավառա կողմերից ես։ Ահա։ Ակցենտը զգացվեց։ Հիմա Հա։ Լուսինը, համ Լուսինը ես, համ Զաքարյանն ես, սենց ոնց կլինի։ Այդ Զաքարյանի խաթր են դրել Լուսինե։ Հա, երկել գիտես կոնե։ Այդքան չէ, Լուսինեի նման չեմ երկում, բայց երկում եմ։ Դե Լուսինեի նման միայն Լուսինեն է աղել, հրաշալի։ Հա։ Հիմա ինչ անեմ, քեզ երկացնեմ մի հատ, որ տեսնենք ինչքանով ես երկում։ Երևի չկարողանամ Տիկին Լուսիա։ Լավ, Լուսինե ջան, ասա երեխեքի ամսաթիվ, տարեթիվ ասա։ Տղա Իսկական հայ տղա է։ Իսկական։ Հա։ Տիպիկ, որ ասում ես հայ տղա, հասկանում են քո տղային։ Շատ շնորհակալություն։ Ամեն առաջ շատ համառ է իմիջալոց, ազատություն սիրող, այս ինչ որ ես ասում եմ Լուսինե ջան, ամբողջ իր կյանքին է վերաբերվում, եւ սա իր ծրագիրն է, իր խորհուրդն է հետագայում ինչպեսին ինքը լինի։ Սա կարևոր է շատ, որ ասում եմ, դու մի նայ այսօր ինչ կլինի, վաղը ինչ կլինի, որտեղ ես այդպես Ես գիտեմ Տիկին Լուսիա։ հա, գուշակություն չեմ անում, խորհուրդ եմ տալիս, որ նա իրեն է։ Գիտեմ։ Առաջին հերթին, եթե ինքը եկավ բանակից ու շատ լավ է, ծառայություն Աստված ծորցնի, ձերքը գլխին տնի տղայիդ բոլոր մեր զինվորներին, որտեղ է ծառայում։ Հա։ Շամշադինում Բերդում է ծառայում։ Հա, մի քիչ հետևի իր բանին, չմրսացնեն իրանց, չնայած այնտեղ այդքան ցուրտ չի, ինչքան գիտեմ հիմա։ Հա, շատ ցուրտ չի, նորմալ եղանա։ Հա։ Բոլոր մեր զինվորներն էլ խաղաղ տուն վերադառնան անփորձանք։ Տես ինչ եմ ասում, ինքը որ կգա, որտեղ աշխատի, իրան լուրջ աշխատանքներ է խորհուրդ տրվում, ու լավ կլինի, որ պետական հիմնարկում աշխատի։ Ազատություն սիրող, պետքա կոմպյուտեր սովորի անպայման լավ կլներ ծրագրավորում։ Տիկին Լուսիա, հաշվապահություն է ընդունվել։
Ոչինչ։ Ժողի հաշվապահությունն է։ Հա, ոչինչ էտել, բայց ծրագիրը, կոմպյուտերային ծրագիր, իրան ապարատուրան է, սարքավորումն է իրան տրված, որ ինքը լավ պիտի մասնագետ լինի, որտեղ դա իր մոտ կստացվի։ Եթե կուզենա իհարկե, բայց լուրջ հիմնարկում պետք է աշխատի եւ լուրջ մարդկանց հետ։ Բայց ըստեղ իր այնպես մոլորակ այդ իր մարսն է, որ ինքը եւ կարա շփվի բարձր ճանաչված գիտակ մարդկանց հետ եւ սովորական մարդկանց հետ, չմեծամտանա, որտեղ դա իրեն տրված է։ Երկուսն էլ կարան լինեն իր շրջապատի մարդիկ, որ դե մարդ ամենք հետ էլ պետքա շփվի, իմանա որտեղ ոնց իրեն պահի։ Շատ շուտ սիրահարվող տղա է լինելու ու կարող է իրանից մեծին էլ սիրի, իրանից փոքրին էլ սիրի, տարիքային է։ Տղամարդ տղա է։ Ազատություն, մաքուրոտ, շուշուտ կսիրարվի, դա այդքան ճիշտ չի, ինչը որ մասնագիտությունների ընտրում է, թող ինքը ինչ որ ընտրել է ճիշտ է ընտրում, բայց աշխատի, որ այդ կոմպյուտերների ինքը լավ տիրապետի, որտեղ ոնց պետք է տեսնում ես, վերջում իր մոտ կոմպյուտերա ցույց տալիս, նո հաշվապահությունն էլ ձեռքով չի նստելու հաշվի բնական է։ Բայց այդքան ինչ որ Հայաստան լքի խորհուրդ չի տա, կարող է ինչ որ միտքեր առաջանա իր մոտ երկիրը լքի, ես խորհուրդ չի տա։ Ես էլ չեմ ուզում։ Ռուսաստանի հետ է տալիս, այդքան խորհուրդ չի տա, ճիշտն ասած։ Հա, իր հորքուրները, հոպարենտանիկը Ռուսաստանում են։ Հա, Սարգսյավարցի գնացել են Ռուսաստան։ Գորկին, Սմոլենսկ են, որտեղ են իրանք։ Իրանք որտեղ են ձեր ազգականները։ Ակտիաբերսկում, ես Թաթարի Վե։ Շատ վատ տեղ է։ Շատ։ Ատելու ատում եմ իդ Ռուսաստան գնալը։ Հա, ինչքան ընտանիքներ քանդվեց, չէ։ Լուսինե, ինքը տղայի նյարդայնանալ չի կարելի, որտեղ եվրոսներ կունենա, իր մոտ այդ թույլ տեղերն եմ ասում, դրա համար եթե ինքը մի փոքրիկ լարվեց, նախ ազատ է հարկավոր իրան թողել, ինքը անմիջապես պետքա դուրս գա մաքուր օդ մի քիչ քայլի, որպես իրան նյարդերը, իրան չջղայնացնես, որ սրտին հարվածներ չտա, որտեղ թիկունքի թիակով, կրծքավանդակով ցավեր կարող առաջանա, ոչ թե հիվանդոտ է, նյարդային է տալիս իրան։ Էսա, իսկ ամուսնության համար էլ չշտապեցնես, գոնե մինչև 28 տարեկան։ Շատ եմ ասում։ Չէ, նորմալ է, պետքա կայանա է, դիկիլ։ Իհարկե, հա, կլինի։ Շրջապատը տարբեր մարդկանց հետ կշփվի եւ ինքն էլ պետք է ընտրություն անի, բայց հարուստ աղքատի այտենց բաներ չդնի իրար մեջ, որտեղ իր լուսնային հանգույցն այդտեղ է գտնվում, որ միշտ ինքը պետք է հասարակության հետ շփվի եւ տարբեր եւ ազգի եւ ոնց ասեմ, շերտի ասեմ, մակարդակի մարդկանց հետ ինքը պետք է շփվի, դա իրեն տրված է եւ ինչքան կարա գիտելի գլուխը մտցնի, չբավարարվի նրանով, ինչ ինքը գիտի։ Տես դու ասեցի իր ընտրումը հաշվապահություն, բայց դա քիչ է իրան էլի կա բաներ, որտեղ անընդհատ ջրհոսի դարաշրջանում ենք հիմա, որ իրանից գիտելիք է ներկայացնում, իր համարյա շատ մոլորակներ ջրհոսում են, որ տալիս է եւ դիրք գրավել, լուրջ հիմնարկում լուրջ մարդկանց հետ աշխատել եւ ինչքան կարողանա գիտելիք ձեռք բերած ինքը կարդա, զարգանա, գրագիտանա, որտեղ իր մոտ այդ տվյալները կա։ Այսպես։ Մի բանը չստացվելուց նյարդերը կարգին չի լինելու։ Էդ էլ պիտի ազատ թողենք, որ ինքը գնա մի քիչ ման գա փողոցում մաքուրոտ բնության գիրք։ Այն սկզբից չէի բանանում դեմնարնում էի, որ սովորել Տիկին Լուսիա։ Այո, սովորել է։ Խելք ուներ, ասի չընկնի փողոցներն շարքից դուրս գամի խոսքով։ Չի լինի տենց բան իր մոտ։ Ինք ուղղակի ազատություն է սիրում, հետո Քյավառցիկի տեղի հողը ջուրը ուղեղները աշխատում է, իրանք գիտելիքի ուսման հանդեպ, առաջ ինչքանով գիտե, հիմա չգիտեմ, բայց միշտ էլ գիտելիքի հանդեպ լավ են իրանք, ավելի շատ տեխնիկական առարկաներն այն, հումանիտարը այդքան չէ, բայց խելոք են, և խելոք են, և ընտանիք պահող սիրող են, և հյուրասեր են, այդ ձեր հողից ջրից է,
Լուսինե ջան։ Հիմա աղջկա ասա։ Աղջկա, շուշուտ։ Աղջիկս Դու ասեցիր, որ ես մոռացա, հարցրեցի, թե չէ։ Քո նշանը ո՞րն է։ նշան, այսինքն ես Ամիսը տարով ոնց որ շունեմ, իսկ ամսով կշերք։ կշերք։ Հա։ Տես երկուսն էլ հիմա կնայեմ կասեմ։ Տեսնեմ աղջկա թե կարող ես յոլա գնալ։ Գնում եմ, տիկի լույս։ Մի րոպե, դե կշերքը դու պետք է համակերպես միշտ բերես ընտանիքդ հավասարակշռվածության։ Համակերպում եմ, տիկի լույսա, ու ինչ որտեղ դա ոնց որտեղ խանգարում է։ Այս աղջկա տղայիդ չէ։ Տղայիդ չէ, բայց աղջկա հա։ Ու այս աղջիկը լրի տղամարդու նման է մտածում։ Ճիշտ է։ Տղայի ուղեղ ունի։ Հորն է քաշել։ Քաշելա ավելի շատ ինձ, տիկի լույս։ Լավ, քեզ է քաշել։ Բայց ինքն ավելի խելացի է։ Քո աղջկա մոտ ամեն ինչը շատ դանդաղ է լինում, Լուսինե ջան։ Դու իրեն ասա դրանից մի նեղվի, ոչինչ։ Ինչի համար է իր կողքի մարդուն կարար ինչ-որ մի բանը ստացվի, իր մոտ կանգնում է։ Դանդաղ է լինում։ Հերթը ոնց որ չի հասնում, դրանից կնեղվի շատ իզուր։ Ինչի համար է դանդաղում իր մոտ շատ հարցեր, լուրջ հարցեր։ Դա տալիս է մտածել։ Եթե մի բան իրան ասում են գնա վաղը առի, թող չխառնվի իրար։ Պետք է մտածի, ուրեմն կամ ժամանակը չի ինչ որ մի հարցի, կամ իրանը չի, դա մտածելու համար է այդպես լինում։ Միշտ է այդպես լինելու իր մոտ, թող դրանից չնեղվի։ Ինքը ինքնուրույն մարդ է այդպես ծնվել է 7 տարեկանից, 8 տարեկանից իր մոտ գնում է ինքնուրույնություն։ Եսը լավ ձևավորված է իր մոտ։ Քեզ մեկ կլսի, քեզ չի լսի։ Ուղղակի ինքը հասկանում է ինչ բան է բարոյականություն, դրա համար էլ չուզենա, որ քեզ այդքան լսի, դա չի նշանակում կապրեզնի աղջիկա, որ քեզ կարա չլսի։ Ինքնուրույն մարդ է։ Կապրեզնի չէ։ Լավ երեխեք ես բարոյական դաստիարակել։ Որտեղ է աշխատում, կարող է գիտես որտեղ աշխատելի պետական հիմնարկ է տալիս, բանկային համակարգ, կադաստր, սոցիալական տեղեր, որտեղ է ինքը, միջև անգամ վայենի տեղերը, ինչ, նորմալ է, Երևանում է, Երևանում է, ստեղ ամուսնացել է, տուն տեղ դրել է, չէ, ամուսնացած չի, ուրեմն կամուսնան է, որտև ստեղ ընտանիք էլ է ցույց տալիս, իրան այս տարի չէ, էլ չսպասես, համբերենք, այս աշխատանք, եկուղտը, հիմա չէ, իր մոտ ամուսնություն կա, բայց մի բան տեսա, եթե իր ամուսնություն առաջարկեն դուրս, դու կհամաձայնվես, Չէ։ Ուզում ես քո կողքը լինեն։ Դուրս գիտես ոնց Հայաստանից դուրս չեմ ուզում։ Հայաստանից դուրսի նկատի ունեմ։ Չէ, տիկին լուսա, ինքն այնքան են որ սա ուժու երանդա ներդրե, որ թող իրա երկրում աշխատի, տիկին լուսա, լավ երեխեք ինքն ի վիճակի է նորմալ սերուն դաստիարակել, չգնա թափառի։ Շատ ապրես։ Տենց էլ կա, ես տենց էլ ուզում եմ լսել, չի ուզենա, որովհետև չի բացառվում, որ իրան կուզենան դուրս տանեն, ամուսնության տեսնեն, հավանեն, տանեն, խորհուրդ չի տա։ Նախ որպես ացեղ ջուր, երկուսդ էլ երեխեք երկուսն էլ ացեղ ջուր են, որը որ Հայաստանն է, իրանք պետք է այստեղ մնան, հետո ոչ մի երկրում այտենց լավ չի լինի, այտենց ջեր։ Մենք որ մի երկրում գնա ինչքան էլ ընդ վարդերով ապրի, էլի մենք երկրորդ, երրորդ կարգի մարդ ենք։ Մեր երկիրն է, մեր հողն է, մեզ է, մեր ցամաք հացպանին ամենից համով ու ամենի ապահովը ստեղ է։ Հենց ստեղ ամենից ապահովը թող մնան ստեղ։ Ընդհանրապես բոլոր հայերը գտասավորվի աղջկատ մոտ, որտեղ ինքը ինքնուրույն է, բայց մի բան կա իր մոտ, որ ինքը շուտ է ձանձրանում։ Մի տեղով ինքը չի բավարարվում, ինքը կարող է անդադ տեղի փոփոխություններ ունենա։ Այս բանն իր մոտ կա, աշխատանքի փոփոխություններ ունենա, որտեղ իրանք կանչեն,
որտեղ տես ինքը կգնահատվի, որտեղ իր կաբինետ առանձին կունենա, աշխատավարձը ինքն տեղել կգնա, որտեղ ֆինանսական հարցերը տալիս է, որ այս մարդու աշխատանքի միջոցով ինքը պետք է ունենա իր սեփականությունը, կլինի սեփական, բիզնես ասենք իր սեփական, բայց ոչ առևտուր եւ իր սեփական տունը, որտեղ իր մտքին այդպես բանել է լինելու, որ ինքը իր տունը պետքա ստեղծի իրենով։ Հիմա Խելացի երեխեք ունես, իմիջալոց հավանեցի, լավ էր, ապրես դու։ Շնորհակալ եմ Ճիշտ մամա դաստիարակել ես քո երեխան, կարևորը որ մեծին գնահատող են ու բարոյական են։ Ու քթները չեն խոթում ոչ մտեղ, որ իրան չի վերաբերվում, իրոք պիտի տեսնեմ ուր է Լուսին, հա, խոյում է։ Էս ընկել է փոքր ժամանակ գլխին։ Աղջիկս։ Հա, գլխի խնդիր է, մի թեթև տալ էստեղ։ Փոքր ժամանակ ոնց որ դմփացել է։ Հնարավոր է եւ ընկել է։ Մի քիչ գլուխն է իր մոտ ու շատ լինի չմրսացնի։ Չմրսացնի, որտեղ ցավեր կտա մրսացնելուց է դա։ Եթե գլխացավ է իր մոտ առաջանա, երևում է որ թույլ տեղ է գլուխը։ Մրսացնելուց է, այն լողանալուց հետո թացմազերով դուրս չգա։ Եթե նայի, եթե իր մոտ գլխացավ սկսի, թո գլխարկ տնի կամ ճակատը կապի։ Եթե ցավը անցավ, ուրեմն մրսացրել է։ Այսպես կարա ստուգ էինք։ Իր մոտ տատաններն է ցույց տալիս խնդիրը, գլուխն է։ Դու մի այսօրվանով նայի, սա ընդհանրապես եմ ասում։ Եվ աղիները։ Այս աղիներն էլ իրա մի քիչ անհամբեր լինելուց է, որ ուզում է շտապ լինի։ Անհանգստանում ասում է, բայ, թող չանհանգստանա, ասեցի, երբ որ ինչ-որ մի բան իրա մոտ սառում է, կանգնում է, ուրեմն նշան է տալիս վերևից տեզերքը, համբերիր, կամ սա քոնը չի, կամ դեռ ժամանակը չի, այդ հիշի։ Այսպես, կարևորը բարոյական մարդիկ են, մասնագիտությունը տղադ էլ կգա հիմա ամեն ինչ նորմալ իր ուսումը կշարունակի, գիտելիք մտցնի իր գլուխը, որտեղ երկու երեխեքին էլ տալիս է աշխատանքի կայունացում, հետո դրանից հետո նոր արդեն ընտանիք ստեղծելը։ Կարևորն է դա, Այո, կարևորն էլ է դա, այո։ Իմիգվասերուն տան դեր չամուսնացած բաժանվում են։ Հա, շատ կա, հիմա ես շատ կա տենց բաներ, հիմա են էլ այս ամիսը հատկապես բաժանությունները շատ են։ Որտեվ դաստիարակություն չկա, մաման իր աղջկան ասում է, կեսուրդ եթե քեզ մի բան ասի, ասա դու ով ես, ամուսինդ պատասխանում է քեզ բանա պահանջում, ասա դու ով ես, վեշերդ հավաքի արի, այտենց մամաններն իրանց աղջիկներին դաստիարակում են։ Ճիշտ է, Տիկին Լուսա, իսկ ես ծնվել եմ Տիկին Լուսա։ Ինչ ես ուզում քեզանից։ Որ ասեցիր, կասես քոնել ասեմ, յոլա գնում ես թե չէ դրա։ Ոչ բիզնես ես դնում, ոչ մարդ ես այդում որդի ունենում։ Ինչ ես ուզում քեզ ասեմ, այ Լուսինե ջան։ Չէ, Տիկին Լուսա, որ ասեցի, կասես տեսնեմ երեխեքիդ հետ յոլա գնում ես թե չէ դրա։ Հա, տես այստեղ տղադ քեզ համար ամեն ինչ է։ Ամեն ինչ տղադ մի կողմ, ամուսինդ էլ աղջիկդ էլ մի կողմ։ Դու տես ինչ հետաքրքիր է։ Դու ծնվել ես որպեսի ամուսնանաս։ Մարդկա ծնվում է դառնա պրեզիդենտ։ Դու ծնվել ես որպեսի ամուսնանաս, որ ունենաս ընտանիք։ Երեխաները մեջն են, դա համարվում է ընտանիք։ Երեխաները չկան, դա դառնում են մարդու կնիկ։ Դու ծնվել ես որպեսի ունենաս ընտանիք ու դրա համար քո երեխաներին ճիշտ ես դու դաստիարակում։ Շատ խիստ ես, բայց պահանջկոտությունը շատ է քեզ մոտ։ Եթե սա է տրված, նշանակում է դու ատամներով քո ընտանիքը պետք է պահես, հանկարծ քո ընտանիքը չփլուզվի։ Ոչ մի ավելորդ բան քո ընտանիքում չընկնի, որպեսզի տհաճություններ, հիվանդություններ, ավելորդ խոսակցություններ չլինի։ Ու այս ինչ ձևի դու հիմա մեծացրել ես, ապրել ես քո ընտանիքում, այդպես էլ պետք է իրանք շարունակեն, որպեսզի ամուր լինեն։ Քեզ ինչ է, մի փոքրիկ սիրուն ընտանիք ունես իմիջալոց, վեներատ կշերքում է։ Լավն է։ Դու ես քեզ խնդիրներ ստեղծում, պինդ կինես, ուժեղ կինես, կանխազգացումներով, ուղղակի քեզ մի բան է խորհուրդ տվում, բայց ես մի քիչ կասեմ ու մի քիչ կկասկածեմ իմ ասածի վրա։
ճամփորդելը քեզ լավ է, արդյոք դու կճամփորդես։ Մարդու տառնես գնաս աշխարհ գաս, կանես։ Չէ, տիկին Լուսա։ Բա համ ասում եմ, համ կասկածում եմ։ Տարեկան կիսուր ունեմ տունը։ Ինչ կլինի, որ կեսուրը քո ամուսին, քո կեսուրը ուրիշ երեխա չի ունեցել, բացի ամուսնուց հետ։ Ունեցել է, կիսուրիս մեծ տղան մահացել է, աղջիկներ ունեն, հիմա գնացել է Ռուսաստան թորան հարսանեկին, բայց հիմնականում կեսարից տունը ես եմ ապրում իմ Բայց ես հիմա եմ ինչ։ ուշադրություն դարձնում էլիս կեսուրիս։ Հա, տեսար ոտդ կապնվեց։ Չէ, ճամփորդությունն է դեմ, որ ասում է իմ համար չի, շատ ուզեմ, բայց Ափսոս, որտեվ քո գարածքով ասում էր, որ քո ճամփորդությունները քեզ շատ լավ է, ու քան յարդերը տա հանգստանալու, երիտասարդ տանալու ես, դրական բաներ ա տալիս քեզ, բայց ասեցի համ ասում եմ, համ կասկածում եմ, որտեվ գիտեմ չես գնա։ Ընտանեկան հանգամանքներից ելնելով։ Ափսոս, ափսոս, կյանքդ ամբողջ գնաց այտենց։ Խնամք, ճաշ, հոգսեր, հյուրեր, երեխեքի դաստիարակություն։ Չնայած հիմա հյուրեր չկան։ Վերջացավ։ ճիշտ է։ Դուք եք արդեն։ Ահա։ Դու շատ ունես իմիջալուց մի բան էլ ասեմ, էդ իմացի, ոչ մեկին չլսես, ոչ մեկին չհավատաս, ոչ մեկին, գուշակ, մուշակ չհավատաս ու չդիմես, որովհետև քեզ մոտ կա պայծառատեսության շնորհք։ Դու ունես շատ ուժեղ ինտուիցիա, կանխազգացում, որը ամեն ինչ քեզ մոտ ճիշտ լինում է, նաև երազներդ։ Այնպես քեզ ոչ մեկ էլ հարկավոր չի։ Դու քո խելք, դու քո մտածել եւ քո կանխազգացում։ Այդպես էլ կապրես։ Միայն վատ բաներ չմտածես։ Ինչքան վատ բան մտածում են, կատարվում է դա։ Ճիշտ է, տիկին Լուսա, շատ ճիշտ է։ Այսպես։ Տիկին Լուսա, մեկ էլ մի բան խնդրեմ էլի։ Միշտ էլ որ ասում եք բոլորիս թույլ կողմնա, իմիջայլոց դուք էլ անընդհատ ասում եք։ Տիկին Լուսա, աղբերս էլ այնքան այն 41 տարեկան է ու չի ամուսնացել։ Մի հատ խնդրում եմ տեսնես էլի, իր մոտ ամուսնություն կա թե չկա։ Կարող եմ մի քիչ ջղայնանամ հիմա։ Չէ, խնդրում եմ տիկին Լուսա, մի ջղայնացեք։ Ախար ասեցի մենակ քո ընտանիքից հարց տուր։ Ասար իրա թիվը։ Այս ցկների համար հիմա լավ տարի չի այս տարի։ Հիմա տեսնեմ ինքը ինչ ձևի ձուկ է։ Օ, երեխեք սիրող մարդ է, երեխա սիրող մարդ է։ Իրան երեխեք է պետք։ Սիրողա ու չամուսնան։ Դե որտեղ չի գտել, ինքը մի հատ սեր կորցրել է արդեն։ Հիասթափվել է դրանից։ Այդ սիրուց, ոչ թե հենց այդ աղջիկը, այդ սիրուց ինքը հիասթափվել է։ Օ, ինչ ուժեղ էներգիա ունի։ Այս աղբերը հումոր պետք է անի, հումոր։ Եվ ինքը պետք ամուսնանան այդ աղջկա հետ, որը ժպտերես է։ Նավրոտներիդ ինքը չի կարա։ Բայց գոնե ամուսնություն կա, Հա, մենակ ռուսի չամուսնանա։ Ռուսական բաներ է ցույց տալիս այնտեղ։ Որտեղ է։ Հա, Հայաստանում է, բայց այդ Ռուսաստանի հետ կապ ունի, ինչ որ քաղաքացիություն է ուզում անի, չգիտես էլ թե ինչ են անում այդ քաղաքացիությունը։ Որ թոշակ ստանա։ Հա, չգիտես։ Կարող է գնա հանկարծ կեղծ մեկ այդ ամուսնանա, այդ կեղծը դառնա լուրջ։ Չեմ կարող ասեմ, տիկին Լուսա, հնարավոր։ Այստեղ տենց ցույց տվեց, անձնականում ռուս ցույց տվեց։ Ինչ ասեմ, մի արա ով է լսում, որ հարցերը տալիս են, պատասխանում են, բայց չեն անում։ Ամուսնություն կա, բայց դա չգիտեմ, եթե ռուսի հետ եղավ, դա երկար չի տևի, որովհետև առաջինի մի հատ ինքը կորցրել է արդեն։ Մի հատը տենց մեկն ունեցել է, կորցրել է, այսինքն չի եղել անջատվել է, մի երկու հատ էլ տենց ունի։ Բայց այս տարի չէ, ու 42-ից հետո դե անպայման ամուսնանա, անպայման պետք է ամուսնանա։ Իսկ մի քիչ տան հետ կապված խնդիրներ կա, այդ հարցեր պետք է լուծի։ Խնդիրներ ունի այս տղան։ Ուզում է այդ հարցերը կարգավորի նոր։
Դեռ ունի խնդիրներ, դեռ հələ ամուսնության մասին չի մտածում, ինքը ունի ամուսնական, ունի կա, ծրագիրը կա, նես չի, որ չէ։ Բայց դեռ այստեղ փող աշխատելու հարցն է ու բնակարանի հարցն է ու ինչ որ սեն ժառանգության բաները կա, չի ստացվելու, հենց որ թող իզուր տեղը չնյակթայնանա։ Պետք է անպայման ժպտերես ու մաքրասեր աղջիկ լինի, անպայման ժպտերես ու մաքրասեր։ Մաքրասեր է շատ։ Հա, եթե մի քիչ փնթեղավ կռիվ կլինի։ Ինքը իսկականից շատ մաքրասեր է, որպես տղա։ Լուսինա, ինչ գործ անում եղբայրդ։ Շինարարություն, ես այն ռեմոնտ բան, ինչ ասես դերքից գալիս է Տիկին Լուսյան։ Հա։ Գրագիտությունը, որ ասեմ այդպեսին դիպլոմ, Չէ, չկա, այստեղ չկա։ Չէ, արհեստավոր է, որտեվ ես չտեսա այդպես ինչ որ իր մոտ փեշակ է, ոչ թե մասնագիտություն։ Ինքը փեշակով մարդ է, ամբողջ կյանքն էլ ինքը կարա անի այդ ինչ որ հիմա ինքը անում է։ Հա, այդ ավելի ճիշտ փեշակ, ճիշտ է Տիկին Լուսյան։ Էտա ինքն էլ հումորով տղա է, ժպտերես տղա է։ Բայց հոնքերը որ կիտում են, պետք է բոլորդ վախենաք, իմացեք, որտեղ կարող է խայթի։ Շատ ճիշտ է Տիկին Լուսյան, շատ։ Դե լավ, արդեն հերիքո։ Հա, ճիշտ է Տիկին Լուսինե Լուսյան, ջան, շատ հերիքո, խնդրեմ։ Չափ շնորհակալություն։ Ձեզ համբերություն, հավատով զինվեք, սիրով զինվեք ու խաղաղությամբ ապրեք, բոլորը, տղետ էլ բարի հաջող վերադառնա բոլոր զինվորները մեր հայացքի, բոլորը, խաղաղ երկնքի տակ ծառայեն, խնդրեմ։ Վերջացրեցինք մեր հեռախոսային զանգերից, չզայրացրեց ոչ մեկ, այս անգամ 3 զանգ եղավ, բոլորն էլ բարի են, բարի հարցեր ունեն չզայրացնող։ Ինչ կուզենամ վերջինն ասել, որ էլ իմ թռուցիկներից է, մամաներին, քանի որ ասի չէ, հիմնականը մամաներն են զանգարում։ Աշխատեք մամաներ ու մայրեր, աշխատեք ձեր տանտուրը, ինքներդ բացարեք ձեր զավակների առաջ։ Կարող եմ ասեմ կանայք բացեք, որովհետև ընտանիքներ կա, որ ասում են թող կանայք բացեն, երեխաներն էլ հետևից վազելով կան, եթե այդ ընտանիքում կեսուր չկա, բայց եթե կա կեսուր, լավ կլինի, որ մայրը դուռը բացի։ Սա խորհուրդ ունի, որ ես ասում եմ, հենց այնպես չի, բայց չի նշանակում, որ կեսուրները պետք է ամեն ինչ անեն, հարցները ոչինչ չանեն, որովհետև հարցը ընտանիքի անդամ է համարվում, բայց ոչ սեփականատեր, ոչ թե տիրակալ, ու այստեղ մի խորհուրդ կտայի, որովհետև շատ են այդ հարցերով ինձ դիմում, շատ են դիմում կեսուր հարաբերությունների, կեսուրներ կան իրենց բացարձակ սխալ են պահում, քթները խոթում են երկու զույգերի միջել, որ իրավունք չունեն, աշխատավարձն են վերցնում, կեսուրներ կան, մինչև անգամ ննջասենյակի դուռը բաց են թողնում, մինչև իր հարս ու փեսա քնեն, որ հետո նոր ինքը գնա քնի, դա լկտիություն ու ցինիզմ ու անդաստիրակություն, անընդհատ համեմատություններ ա դնում կեսուրը հարսի ու իր աղջկա միջև, կեսուրի զոնքաչի ես համեմատությունները, հարսին արգելում է իր մոր հետ խոսել, մոր ինչ-որ մի բան ասել, հեռախոսային զանգերին հետևում է, և ամենից վատը, որ աշխատավարձը երկուսն էլ աշխատում են հարս ու փեսա, աշխատավարձը վերցնում է և ինքը կարա փող տա, որ այդ աղջիկը գնա իրան ասենք մի զույգ հողա թափառնի, օրինակի համար, սա էլ է սխալ, որովհետև եթե այդ կեսուրը իրոք հավատով կին է, հավատքով ու բարոյական կին է, ու իրոք հասկանում է ինչ բան է հայ ընտանիք, մի քիչ էլ գոնե Աստվածաշունչ կարդար, ու լավ կլինի, որ բոլորը կարդան, հատկապես սաղմոսները, որոնք մեզ շատ օգնում են, շատ օգնում սաղմոսները հայ ազգին, կարդա, որ տղան ամուսնացավ, էլ քոնը չի, նա արդեն իր կնոջն է։ Բայց 3-ից 5 տարի բոլոր հարցները ընտանիքում դա փորձության շրջան է, կեսուր հետ կապրեն, թե առանց հետ կապրեն, մինչև մարդու կնիկ իրար հետ պետքա կարողանան համակերպեն, որ աղջիկ իմանա ինչ բան է խոնարհություն, ինչ բան է տղամարդուն հարգանք,
ինչ բանա ներսը մեծը ներս մտնի ոտքի կանգնի եւ ամուսնուն առաջի կտորը դնի ու ամենալավը դնի ճաշը։ Իսկ ինչի պետքա մամաները, այն սկզբի իմ ասածը մամաները դուռը բացեն իրանց տղաների առաջ, որտեղ մամաները արդեն գնում են այս աշխարհի ժամանակավոր է, որ այդ տղան հիշի իր մամային հիշի։ Ու սա հարգանքն է, որտեղ շատ տղաներ կան, որ իրանց մամաներին չեն լսում։ Չեն լսում, միջև անգամ տղաներ կան, որ մամաների վրա ձեռք են բարձրացնում, հայոյում են։ Ահա որ ասա, ահա որ այն ճիչը, որ ճիչով մաման երեխուն բերում է այս աշխարհ երկունքի ցավերը, լավ կլինի, որ բոլոր երեխեքը դա իմանան։ Ու մամաները թող միշտ պատմեն, ոնց են իրենց մեծացրել, բայց երեսով չտան, որտեղ դա յուրաքանչյուր մոր պարտականություն է։ Այդ ցավով ճիչով որ եկա, որ ամբողջ կյանքը ցավերը տանջանքները լինելու է մամային։ Ամեն օրը օրհնանքով պետք է անցնի։ Լույսը բացվեց օրհնություն, մաման տա իր հարցն ու փեսային։ Եթե հարցն ու փեսային ասում, այստեղ եւ զոնքաճի նկատի ունեմ, եւ կեսօրի նկատի ունեմ։ Սկզբից դուռը բացում է մայրը իր տղայի առաջ, իր զավակի առաջ։ Հետո այդ փոխանցում է իր կնոջը, որ կինը սովորի դա, որտեվ ինքն էլ է մայր ու նայի միշտ ու շատ իր այդ հարցը, ինչ կերպ է ինքը վարվում իր կեսուր հետ եւ իր ամուսնու հետ, որտեվ վաղ իր երեխեք իր հետ այդպես վարվելու են։ Երբ որ կամստանան, այդ կերպ կվարվեն, եթե ինքը տղայի տերա կամ աղջկա տերա։ Որ մի ընտանիքում կա անեծք ու հայոյանք, այդ ընտանիքի երեխաները հիվանդոտ են լինում։ Ու չասեք մեր ընտանիքում թուղթուկ իրարեցին, անիծեցին, ուրիշներ նախանձեցին, դրա համար երեխեքի այդպեսին են։ Հատկապես անչափահաս փոքր երեխեքի մոտ զույգերի անհանդուրժողականություն անեծքները երեխայի կոկորտի նախապումը շնչուղին իրանք սկսում են հազել։ Ինչքան էլ տեղեր դու տաս, ուրեմն դուք ամուսիններով իրար հետ լավ չեք։ Դրա համար երեխան կոկորտը խեղդվում է, ինքը չի կարողանում խոսի, ինքը ոչինչ չի կարողում հասկացնի, բացատրի, խեղդվում է, կոկորտին է խեղդում։ Իսկ մամաները, որ ձեռք են բարձրացնում, հատկապես մամանները իրանց աղջիկների վրա ու կոպիտ են աղջիկների հետ, ու մամաները, որ իրանց երեխաների վրա ձեռք են բարձրացնում, ամենամեծ սխալներն իրանք համարվում։ Որտեղ քաշերը նայեք, մամայի քաշը նայեք ու երեխու քաշը նայեք, ուժը պատում է երեխու վրա, հետո գնում անկյունում լացա լինում, երեխես դասերը չի սովորում, ուրեմն պետք չի սովորի, որ եթե հիմա չի սովորում, մի ստիպեք երեխաների ոչ մի բան, որտեղ դու ինքդ էլ այդպես ինչ ես ծրել։ Մի փոքրիկ մի բան վերջում ասեմ, քանի որ ինձ գրում են այդ հարցերը ու ոչ ճիշտ մարդիկ, ոչ ճիշտ, որ իմ աշխատանքի համար ես տարբեր բաներ եմ խոսում, յուրաքանչյուր հարցից պատասխանը կա, որտեղ շատ բաներ եմ ուսումնասիրել ու թող մեծամտություն չլինի, ինչ եմ ուսումնասիրել, ակուլտիզմը, որ արդեն ակուլտիզմը գաղտնագիտություն, ամեն ինչ կա տեղ, եւ ֆիզիոգնոմիկան, եւ խիրալոգիան, եւ դեմքը, եւ հոգեբանությունը, մարդկային ընտանիք հասկացողություն, աստրոլոգիան էլ տարբեր ճյուղեր ունի, տարբեր, եւ էզոտերիկան, եւ տարոլոգիան, եւ նումերոլոգիան, ամեն ինչը, եւ ռունաները, բայց հիմնականը աստղո փսիխոլոգիան է։ Ու որ գրում եք ամեն ինչ խոսում ես, բայց աստղաբանությունից չես խոսում, հիմա ես այդ բանն ուզեմ ասեմ, տոտագետ տոպոյ, աստղաբանություն ասելով ինչ ես հասկանում, որ ասեմ, որ մի նշանին ինչ է սպասվում, ես դա գիտակցորեն չեմ ասում, որտեղ ես դա ճիշտ չեմ համարում, մեկ, ես ոչ մի երկրի ղեկավարի ոչ փնովել եմ, ոչ էլ կփնովեմ, ոչ էլ թուրք ու քուրդ կասեմ, չեմ ասի երբեք, դա էլ գալիս է դաստիարակությունից, այս էլ դուք հասկացեք, աստրոլոգիան քննադատություն չի, աստրոլոգիան ուղղություն է, ելք տալ է, մարդը ինչ անի, որ ճիշտ լինի, եւ համարվում է համարյա 80% ճշգրիտ գիտություն, սա գուշակության հետ բացարձակ կապ չունի, սա կախարդություն չի, սա վհուկություն չի, սա չարություն չի, բայց կան աստղաբաններ, որոնք կախարդություններով են զբաղվում, դուք էլ լսեք իրանց, որ ղեկավարին կարող թուրք ասեն, դավաճան ասեն, նրան փնովեն, եթե ինչ-որ մեկի ամուսին իրան ճիշտ չի պահում, ասում է բաժանվի, գոռա, հայոյի,
Ես այդ աստղաբանների թևին չեմ պատկանում։ Կամ գնաց սիրուի գթի, սիրած գթի, որ դու քեզ համար խաղաղ թեթև ապրես։ Ես այդ աստղաբանների թևին չեմ պատկանում։ Այնպես որ ապրեք խաղաղ, աշխատեք, տղամարդկին իրար հարգեք, եթե դուք աշխատում եք, ապրում եք ձեր երեխաների համար, հանուն ձեր երեխաների դուք պետք է իրար հետ կարգին ապրեք, եթե ոչ հեռացեք իրարից։ Այսքան։